Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, ի տարբերություն հեռուստասերիալի, որտեղ ամեն ինչ թեժ է ու լարված։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե արդյոք Սոսի որդին մենակ է վերադարձել, թե վերադարձել է Սոսի հետ, թե ավելի ուշ է Սոսը միանալու ընտանիքին, քանի որ մայրը Լիլիթն արդեն վերադարձել է ու հանգիստ չի թողնում Աննային։ Անեթը նրան խնդրում էր, որպեսզի ամեն ինչ անի, որպեսզի նրանք չվերադառնան։ Նրանք Անեթը նկատի ուներ Սոսին ու որդին։ Սակայն ինչպես պարզ է դառնում, նրանք վերադարձել են և ավելին Սոսը շատ շուտով միանալու է այս ողջ գործընթացին։ Սոսը գալիս է հատուկ նպատակով, որպեսզի շախունցներից վրեժ լուծի, բայց այս անգամ հավանաբար Անան կկանգնի շախունցների ընտանիքի կողքին ու կպաշտպանի այնքան ժամանակ, մինչև իր համար չի բացահայտվի ամենասարսափելի գաղտնիքը, որը թաքնված է եղել մինչև հիմա։ Ճիշտ է, նա Միքայելից ունի երեխա Ֆաինան և սպասում է Միքայելի որդուն, սակայն այն բանից հետո, երբ պարզի, որ Միքայելը իրենից հեռացրել է իր դստերը, դժվար թե կարողանա ներել ու շարունակել իր կյանքը Միքայելի կողքին։ Դե ինչ դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են հեռուստասերիալի նկարահանման հրապարակում ու ձեզ համար կբացահայտվի, թե ինչ սպասել հաջորդ սերիաներում։ Չմոռանաք այդ ընթացքում անպայման գրել ձեր կարծիքները հեռուստասերիալի մասին ու կերպարների։ Գրեք նաև, որ կերպարի մասին եք ավելի շատ Օրվա ավարտին որոշեցինք հաղթահարել Կասկադի բարձրությունը և ինչու ոչ նաև փորձեցինք կորցնել ավելցուկը, օրվա ավելցուկը պետք է կորցնել։ Իսկ դրա համար մենք որոշեցինք հաղթահարել Կասկադի բարձունքը։ Ինչ դժվար ասեցի։ Ահա, մենք նկարահանման ենք, նայեք, սեր մարդիկ լիքը։ Այս անգամ նկարում եմ։ Հաստատ? Հա, այո, ինչ էիր ասում, բան եմ անում, քո հաշվին ինչ եմ լինում, պիարվում եմ ասում, իմ հաշվին պիարվում ես։ Բայց չես սանում է։ Ժողովուրդ չեք կատակ են անում, իրար շատ լավ է։ Բայ։ Ասենք իչքի հոքերս, ասենք կերելա, կերելա։ Այսպես ենք ապրում։ Ինչպես միշտ ուզում եմ ձեզ մի քիչ backstage կադրեր տալ։ Հիմա նկարահանման ենք։ Դու արի դու իմ backstage-ների դերասանների ասիստենտ, ադմինիստրատոր մի խոսքով ես այնքան շնորհակալ եմ այս մարդուն, որ ինքը այս պրոյեկտում կա անկեղծ, ընդհանրապես staff այնքան լավն է, որ այսպիսի հոլիվուդյան վերաբերմունք մեկ էլ եւի կյանքու կռիվի ժամանակ էր ու էլ չեմ տեսել, դե բնականաբար էլի շարմի պրոյեկտ։ Մի խոսքով աշխատում են այսպես շատ մեծ քանակությամբ մարդիկ։ Մի հատ նայեք այս սիրուններին։ Մեկ ինչ լավն են։ Անենց լավն է թիմը, այս ամեն ինչը։ Տաղանդավոր դերասանուհիցա։ Հա? Արի։ Տաղանդավոր դերասանուհիցա։ Բայց Դերասանը Նման նկարահանման 9-րդ ժամը շատ հոգնած եմ, որովհետև յոք անհնար այսենց բարձրի վրա ստատիկ այդքան ժամ կանգնել, քայլելու խնդիր չունեմ, բարձրերի վրա սովորեմ, բայց երբ որ ստատիկ դիրքեր են և պիտի կանգնես, այտենց դրա պատճառով հենց հիմա գերհոգնած եմ, բայց չեմ լավանում, որովհետև ես սիրում եմ մասնագիտություն։ Հանգարում։ Հա։ Տածիկ մի դիրքով կանգնելուց հետո ամենակայֆ պահը, երբ որ ընդմիջման է,
Հրաժարվում ես կավլուկներից հետ։ Ողջույն։ Աշխարհի ամենալավ պարտներ բարը։ Բարև աշխարհի մենաչիկ ոնց ես։ Չէ, բայց լավ։ Քիչ է, բայց քիչ է։ Լավ, սեր։ Գիտեք ինչ տաղանդավոր է նա։ Ահա։ Այս երիտասարդը շատ տարում է։ Չի շատ անհամեստ։ Բայց անհամես չի ճիշտ է։ Մի հատ կասեք ով ավելի լավ է։ Չգիտեմ։ Կերևա։ Տնան ոնց եք դες պահում ընթացքում կերևա։ Սուրեն մի հատ կպտտվես հայլում մեջ, մի րոպե։ Այնտեղ։ Eնում լիզի անդեսնա։ Արև, կինո։ Салют, мальчики и девочки, салют. Մենք մի ընտիր պարեցինք, մատմիջում ենք անում, վաստակել ենք ընդմիջում։ Ուղղել են շնչենք։ Շնչենք երկրոպը։ Ես հավես է։ Բայց շատ հավես է, բայց ասեմ, պիտի գովեմ, այնքան լավ է պարում, պարտներս, ինքնենց պարեցնում։ Մաստերից եմ լսում։ Պարեցնում։ Դուք կտեսնեք, պատմիների տեսել եք կամ։ Տեսել եք երևի։ Եթե չեք տեսել, գնացեք նայեք Ռոզալի ֆիլմը։ Նու երևի Ռոզալի անունը չէ։ Կարծում ես են ասել հիմա, որ լինի, կարծում ենք, այո։ Լավ մի խոսքով, շնորհակալություն։